Փառք մեր Աստծուն եղբայրներ քուրեր Փառք Տիրոջը որ այսօր էլ մենք այստեղ ենք հալածող չկա, նեղացնող չկա ինչպես շատ քրիստոնյաները աֆրիկական երկրներում, մուսուլմանական երկրներում որոնք վախը հաղթահարելով գալիս են հավաքույն, բայց փառք Աստծուն որ մենք այսօր կարողանում ենք հանդարտ Տիրոջը ներկայությունը վայելել, պաշտել իրան։ Ես այսօր խոսալու եմ մի քիչ խիստ թեմայից։ Սրբության մասին եմ խոսալու եղբայրներ քուրեր, որովհետև մենք պետք է դրա մասին էլ տեղյակ լինենք։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր է, որ մենք պետք է Աստծո ամբողջությունը ճանաչենք։ Այս վերջի ժողովներին Տերը իմ մեջ դրել էր խոսալու Աստծո շնորհքի, Աստծո սիրո մասին։ Այսօր ուզում եմ խոսամ սրբության մասին եւ դատաստանի մասին, որովհետեւ մենք էդ էլ պետք է իմանանք։ Պետք է իմանանք, որ Աստված ինչպես սիրում է, այդպես էլ պատժում է։ Ինչպես կարող է փրկել, այդպես կարա նաեւ կորցնել։ Ինչպես կարա ների, այդպես էլ կարա չների նաև։ Կարդալու եմ Եբրայեցիս նամակից 12-րդ գլխից եմ կարդում։ Ուստի մենք էլ տեսնելով, որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով, դեն նետենք ամեն մի ծանրություն եւ հեշտությամբ թակարդ գցող մեղքը, ու համբերությամբ վազենք մեր առաջի դրված մրցանակը Հիսուսին նայելով մեր հավատքի հեղինակին եւ կատարողին, որ իր արչեւ եղած ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց ու նստեց Աստծո աթոռի աջ կողմում։ Մտաբերեք նրան, որ իր դեմ մեղավորների այսպիսի հակառակությունը կրեց, որպեսզի չլինի թե հոգնեք ու ձեր սրտում հուսալքվեք։ Դուք դեր արյուն թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում եւ մոռացաք այն հորդորը, որ ձեզ հետ խոսում է։ Ինչպես որդիների հետ, որդյակս Տիրոջ խրատը մի անարգիր եւ նրանից հանդիմանվես մի վհատվիր, որովհետեւ ում Տերը սիրում է, խրատում է եւ ծեծում է ամեն մի զավակի, որ ում ընդունում է։ Եթե խրատին դիմանաք, Աստված ձեզ հետ կվարվի ինչպես որդիների հետ, որովհետև այդ որ զավակն է, որ հայրը չի խրատում։ Իսկ եթե առանց խրատի լինեք, որին բոլորը մասնակից են, ուրեմն դուք խորթ եք եւ ոչ թե որդիներ։ Ավելին մենք մարմնավոր հայրեր ունենք, որոնք մեզ ուղղում էին, եւ մենք նրանց հարգում ենք։ Ուրեմն որքան ավելի պետք է հնազանդվենք հոգիների հորը, որ ապրենք, որովհետև նրանք իրապես մի քանի օրվա համար էին խրատում իրենց լավագույն համարաձևով, իսկ նա մեր բարիքի համար, որպեսզի իր սրբությանը հաղորդակից դառնանք։ Ճիշտ է, որ ոչ մի խրատ նույն պահին ուրախությամբ չի ընդունվում, այլ տրտմությամբ, սակայն հետագայում նրանով կրթվածները արդարության խաղաղության պտուղ է տալիս։ Ուստի զորացեք կախ ընկած ձեռքերը եւ տկարացած ծնկները եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ պատրաստեցեք, որպեսզի ով կաղ է չգլորվի, այլ ընդհակառակը բժշկվի։ Խաղաղության հետևեցեք բոլոր մարդկանց հետ եւ սրբության, առանց որի ոչ ոք չի տեսնելու Տիրոջը, ամեն։ Մենք այստեղ տեսնում ենք այս առաքյալի հորդորների մեջ ավարտվում է այսպիսի խոսքերով, որ ասում է, որ առանց սրբության մեկը Աստծուն պետք է չտեսնի։ Զգուշացեք, չլինի թե մեկը ետ մնա Աստծո շնորհքից, չլինի թե մի դառնության արմատ բուսնելով ձեզ նեղի եւ դրանով շատերը պղծվեն, չլինի թե որևէ մեկը շնացող լինի կամ պիղծ, ինչպես Եսավը,
որ մի աման կերակուրի համար իր անդրանիկությունը ծախեց։ Գիտեք, որ հետո երբ ուզեց օրհնություն ժառանգել, մերժվեց, որովհետև ապաշխարության հնար չգտավ, թեև արտասունքով խնդրեց այն ամեն։ Շատ լավ օրինակներ այստեղ Պողոս առաքյալը բերում։ Ես մի բան եմ ուզում ասեմ եղբայրներ քուրե, որ Աստված ունի ստանդարտներ, չափանիշներ ունի, որ իր չափանիշներից նա չի կարող դուրս գալ։ Եթե ուզենա էլ դուրս գալ, չի կարա դուրս գալ։ Աստված սուրբ է, եւ առանց սրբության Աստվածաշունչն ասում է մեկը Տիրոջը չի տեսնելու։ Դա հաստատված է երկնքում, դա հաստատված է հավիտենության, առանց սրբության մեկը Տիրոջը չի տեսնելու։ Այդ քաղաքի մասին, որը նկարագրում է Ավետարանը, ասում է, որ այնտեղ որևէ մի անմաքրություն չի մտնելու։ Եվ նրանք, ովքեր որ անիրավություն գործողներ են, եւ այլը շնացողներ, ասում է վաղ, նրանց վերջը դուրսն է լինելու։ Դուրս պիտի մնան շները, կախարդները, բորնիկները, վաղկոտները, ստախոսները եւ ամեն անիրավություն սիրողները։ Տերը փառավոր եղբայրներ քուրե, այս խոսքերը մեզ թափեցնում են, մենք պետք է Աստծուց վախենանք, եղբայրներ քուրե, որովհետեւ ըստ շարունակության մեջ Պողոս առաքյալը ասում է, որ մենք մոտեցել ենք երկնային Երուսաղեմին։ Այն լեռան չենք մոտեցել, որ վառված էր։ Մենք մոտեցել ենք երկնային Սիոնին։ Մենք գործ ունենք երկնքի հետ։ Այնտեղ չկա անմաքրություն, այնտեղ չկա մեղք, չկա անիրավություն, չկա պղծություն, այնտեղ սրբություն է եղբայրներ քուրեր, եւ առանց սրբության մեկը այնտեղ չի կարա մտնել։ Տերը ունի չափանիշներ։ Եթե չափաշխարեք, ասում է, ամենքը դեռ այսպես պիտի կորսվեք։ Պատմեցին ասին, բա սենց բան արեց Պիղատոսը, ասեց, եթե չափաշխարեք, ամենքը դեռ այսպես պիտի կորսվեք։ Եթե մեկը վերստին չտնվի, չի տեսնելու երկնքի առաքարությունը, չի մտնելու երկնքի առաքարություն։ Եթե մեր մեղքերը չներվեն, մենք երկինք ինչ գործ ունենք։ Երանի նրան, որին մեղքերին թողություն եղավ։ Եվ մենք պետք է ամեն ջանքերնից ներդնենք եղբայրներ քուրեր մեր փրկության համար։ Փրկությունը ձրի է, բայց հենց նենց չի լինում։ Դրա համար ջանք պետք է ներդնել։ Քայլեր պետք է անել։ Երկնքի արքայությունը հափշտակել է պետք։ Դա այնց բան չի, որ բերում են ջեբդ են գցում, չէ, հափշտակել է պետք։ Հասնել է պետք հավիտենական կյանքին։ Եվ ես կկարդամ միտեղ Հուդայի նամակից։ Իմիջիալոց շատ կարևոր նամակ է, եղբայրներ քրե, ես չգիտեմ մենք ինչքան ենք ուշադիր եղել այդ խոսքերին, որ այս առաքյալը գրում է։ Հուդա առաքյալի նամակից կկարդամ Հուդան Հիսուս Քրիստոսի ծառան եւ Հակոբոսի եղբայրը, ձեզ որ կանչված եք, սրբված եք Հայր Աստծո կողմից եւ պահպանված Հիսուս Քրիստոսի մեջ։ Թող ողորմություն, խաղաղություն եւ սեր ձեր վրա շատանան։ Սիրելիներ, ամեն ջանք հանձ առնելով գրում եմ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին, անհրաժեշտ համարելով գրել ու հորդորել, որ պայքարեք այն հավատքի համար, որ մեկ ընդմիշտ ավանդվեց սուրբերին։ Քանի որ մի քանի մարդիկ գաղթագողի սողոսկեցին նրանք, որ նախապես արդեն սահմանված են այս դատապարտության համար, անհաստատ մարդիկ, որոնք մեր Աստծոյ շնորհքը անառակության վերածին եւ միակ տիրակալ Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ուրանում են։ Արդ ուզում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն գիտեք, սա, թե Տերը, որ ժողովուրդը ազատեց Եգիպտոսի երկրից, այնուհետև
կորստյան մատնեց նրանց, որ չհավատացին։ Եվ այն հրեշտակները, որ չպահեցին իրենց նախկին դիրքը, այլ հեռացան իրենց բնակությունից, մշտենջանական շղթաներով խավարի մեջ պահեց մինչև մեծ օրվա դատաստանը։ Ինչպես որ մեզ համար օրինակ են Սոդոմը եւ Գոմորը եւ նրանց շրջակա քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան, գնալով օտար մարմնի ետևից, հավիտենական կրակի դատաստանի ենթարկվելով, այնպես էլ այս ցնորվածներն են պղծում մարմինը, անարգում են տերությունը, չարախոսում են մեծափառներին։ Տեսեք ինչ է ասում Հուդա առաքյալը, եղբայրներ քույրեր, որ կան մարդիկ, որոնք ներս են սողոսկել, ներս են բրծել, որոնք Աստծո շնորհքը անառակության վերածրին։ Ռուսեն ասում է обратили благодать Господа нашего повод к распусту։ Սա ինչ է նշանակում, եղբայրներ քույրեր։ Ես այսպես եմ հասկանում, սա նշանակում է, որ մարդը Աստծո շնորհքը սկսում է չարաշահել։ Մենք խոսացել ենք, չէ՞, Աստծո շնորհքի մասին, որ Տեր ինչքան ավորմաց։ Այդ անառակ կնոջը ասես գնա այլևս մեղք մի գործիր։ Բայց եթե այդ կինը գնար ու նորից նույն կյանքը շարունակեր, ո՞նց եք մտածում, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ անգամ Տերը նրան պիտի ասեր գնա, այս անգամ եմ քեզ ներում, այս անգամ եմ բաց թողում։ Եթե նա միտք չառներ ու չապաշխարեր, ավելի մեծ դատաստան է սպասում իրան, քան թե այդ քարկոծվել է։ Քարկոծվելուց բրծավ, բայց ավելի վատ բան էր պատահելու իրան։ Տերը այդ անդամալույցին, որ բժշկեց, ասեց գնա մեղք մի գործի, որ ավելի վատ բան քեզ չպատահի։ Այսինքն եթե այս մարդը միտք չառներ, չհասկանալ, որ այդ, որ Տերը իրան ասեց քո մեղքերը ներված են, որ Տերը իրան ասեց վեր կա մահիճդ վեր կալու գնա, շնորհք է դա։ Եվ այդ շնորհքը չի կարելի խաղանել, եղբայրներ քույրեր։ Եթե նա կրկին գնար իր կեղտոտ գործերին, ասում է մեղք մի գործի, որ ավելի վատ բան չպատահի քեզ։ Ավելի վատ բան էր սպասելու իրան։ Այդ որ ինքը 38 տարի անկողնային էր, այդ հլափարք էր։ Իրան ավելի վատ բան է սպասում, եթե շարունակի մեղավոր կյանքը։ Եվ Տերն էլ ասեց հրեաների մասին, որոնց Տերը շատ բժշկություններ արել այդ երկրում այդ ժողովրդին, ասեց այս ազգը նման է մի մարդու, որի միջից ասում է դևերը դուրս են գալիս եւ գնում են պտտվում են անապատ տեղեր, անջուր, եւ հետո գալիս են տենում են տունը զբաղված չի, մաքրված, սփված ու գնում ասում է 7 դև է բերում եւ վերադառնում այդ նույն բնակարանը ու ասում է նրա վերջն ավելի վատ է լինում, քան թե սկիզբը։ Նրանց վախճան ավելի վատ պետք է լինի, ասում Աստվածաշունչը, որոնք արդարության ճանապարհը ճանաչեցին Տիրոջ պատվիրանքը ու հետ դառան այդ նույն կյանքին, որ ապրել են։ Ինչպես շունը իր փսխածին եւ լվացված խոզը ցեխի մեջ գնաց, այդպես էլ շատ մարդիկ Աստծո շնորհքը առնելով ողորմություն ստանալով նորից վերադառնում է իրանց կեղտոտ կյանքին եւ իրանց սպասում է ավելի մեծ դատաստան։ Ավելի լավ ասում է ընդհանրապես չճանաչեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչելուց հետո նորից հետ դառնան։ Ծանր բան ասա եղբայրներ քույրեր։ Խիստ դատաստան է դա։ Դու ասում ես, որ արհամարում ես Աստծո շնորհքի մեծությունը, երկայնամտությունը եւ քաղցրությունը, որոնք քեզ առաջնորդում են ապաշխարության եւ քո ասում ես անզեղ սրտով դու քեզ համար կրակի կայծեր ես դիսում։ Մարդը արհամարում Աստծո շնորհքը։ Մին մեղ կա գործում, մտածում որ Տերը այս անգամ ներեց։ Մի հետ էլ է գործում, էլի Աստված ներում։ Հետո մի անգամ էլ է գործում, էլի Աստված ներում է, ու իրան թվում է, որ այսպես էլ միշտ լինելու է։ Ինչ կա։ Մեղքը կգործեմ, կներվեմ։ Մի քիչ լաց կլինեմ, մի քիչ կզղջամ, մի քիչ կապաշխարեմ, կներվեմ։ Ու այսպես մարդը սկսում Աստծո շնորհքը անառակության վերածել։ Բարից բուն իմաստով եղբայրներ քույրեր։ Այսօր կան քրիստոնյաներ, քրիստոնեական
կոչվող իհարկե, կոչվող եկեղեցիներ, որոնք պսակադրում են այլասերվածներին։ Հարսանիք են անում իրանց համար։ Ընդունում են նման պիղծ անօրեն մարդկանց։ Տեղ են տալիս։ Աստծո շնորհքը անառակության են վերածել։ Մարդուն թվում է, որ այսպես է մտածում, մեկը Աստված ներելու է, սաղին էլ ներելու, Աստված կների։ Տերը ներելու, Տերը շատ ողորմած է, եւ այսպես սատանայի այդ խաբեությունը եղբայրները մարդը իր սատանան մարդու վզին փաթաթում է, այդ խաբեությունը։ Իսկ այստեղ մենք կարդացինք, որ նմանների համար ինչ է պատրաստված եղբայրներ։ Ասում են նրանց կորուստը չի ննջում։ Նրանց դատաստանը, նրանք վաղուց են այդ դատաստանի համասահմանված։ Դատաստանը նրանց չի ուշանալու։ Եսաբին օրինակ է բերում, որ նա թեպետ հետո զղջացել, լացել եղավ, բայց ապաշխարության տեղ չգտավ։ Չկարողացավ հոր միտքը փոխել։ Մերժվեց։ Եսաբը մերժվեց։ Եվ այսպես պիտի լինի շատերը, որ պիտի գան ասեն Տեր, քո անունով այսպիսի բաներ են արել, եւ Տերը պիտի ասի գնացեք անիրավություն գործողներ, ես ձեզ բնավ չեմ ճանաչում։ Սա ասելու է Տերը շատ-շատերին։ Շատերը իմիջիալից որ գրված է, չի գրված ոմանք, ասում է շատերը։ Եղբայրը օրինակ բերեց, որ ասում է փոքրիկ հոտ։ Տերը դիմում է իր եկեղեցին, ասում է ով փոքրիկ հոտ։ Ու դա ամոթ չի, որ մենք փոքրիկ հոտ ենք եղբայրներ, որ Տերը ունի փոքրիկ հոտ ունի Տերը։ Իսկ այն մեծ բազմությունները, հələ հասկանալի չի, այդ ինչ բազմություններ են եղբայրներ։ Մեգա եկեղեցիներ, մեգա քրիստոնեական հավաքույթներ, մեգա ժողովներ։ Ես չեմ ուզում եղբայրներ ոչ մեկին էլ պիտակավորեմ, բայց չգիտենք այդ մեգա եկեղեցիներից, օրինակ ես վերջերս լսել էի, որ մի մեգա եկեղեցու հովին բանտ են նստացրել կեղտոտությունների համար։ Եղբայրներ քուրեր, ես հիմա չեմ ուզում մենք գնանք ուրիշ տեղեր, եկեք մեզանից սկսենք։ Հələ մենք մեր սրտերը քննենք, մենք Աստծո շնորհքը անառակության ենք վերածել եղբայրներ։ Մտածում ենք, որ այս ոչինչ, այս հեչ են հեչ եւ Աստծո վախը մի կողմ ենք դրել։ Մտածում ենք Աստված ներողամիտ է, Աստված երկայնամիտ է, Աստված բարի է, Աստված քաղցր է։ Դու ես ինչա որ Աստված դրա համար, ինչպես ես հիշում եմ մի քույրիկ կոչեցյալ ասում էր, «Դու դրա համար ինձ Աստված դժոխք կա ղրկելու»։ Ինչ աստիճանը մարդը կարող խաբվի։ Կամաց սատանան ոնց որ ներախուժում մարդու կյանքում։ Այս ոչինչ։ Այդ որ դու ինտերնետով ինչ որ բան ես, ոչ մի բան չկա դրա մեջ։ Սովորական բան է։ Ես հիշում եմ մի անգամ մի անապաշխար անձնավորություն ասում եմ երեխեք են թող աչքերին բացվի։ Ինչ հիմարություն չէ, աչքերը թող բացվի։ Մենք պիտի ունենանք Աստծո երկեղացությունը եղբայրներ։ Չլի որ Աստծո շնորհքի հետ խաղանենք եւ եսաբիոր ընկնենք, որ Տերը մերժեց եսաբին։ Եվ Տերը շատ-շատերին մերժելու է։ Գիտեք, եղբայրներ քորը գալիս է մի պահ, ես կարծում եմ մարդու կյանքում, որ մարդը չի կարող ապաշխարի։ Օրինակ Հուդայի օրինակը որ բերենք, գողություն էր անում, թե ուրիշ ինչեր էր անում, չգիտենք, բայց սատանան կամաց տեղավորվում էր իր կյանքում։ Իր սրտի մեջ կամաց տեղավորվում էր։ Այն օծը որ մի հատ ծակ է մտնում, չէ՞, քիչ մտնում է փոշնա, մնում փոշներ հետը տանում է ու վсё էլ չի երևում։ Այսպես սատանան կամաց մարդու կյանքում կարա տեղավորվի։ Այնպես տեղավորվի, որ մարդը էլ ապաշխարության ընդունակ չի։ Էլ ապաշխարել ընդունակ։ Այն աստիճանի է սատանան գրավում մարդուն, որ մարդը չի կարող ապաշխարի։ Մենք սրանից պետք է զգուշանանք եղբայրներ, վախենանք։
Չլինի որ մեր թշնամի խափի, մենք խափված վիճակում հայտնվենք։ Տերը մեզ օգնի, եղբայրներ քույրեր, մեր կյանքը, ամբողջ մեր կյանքը դա հոգևոր պատերազմ է։ Եթե դու ինչ-որ մի կետի վրա հաղթել ես թշնամու, դա չի նշանակում, որ դու արդեն սուրբ ես ու կատարյալ սուրբ ես։ Մեր հոգևոր կյանքը դա հոգևոր մեղքի դեմ պատերազմում ենք։ Եվ Պողոս առաքյալը Եբրայեցիս նամակի մեջ այս համարի մեջ ասում է, որ միջև արյուն թափելու չափ դուք չպատերազմեցիք մեղքի հետ։ Հակառակ չկեցաք։ Գիտեք, կարելի է, չէ, մարդը իրան արդարացնի, դե սենց էլ է, նենց էլ է եւ այլը Ադամի եւ Եվայի նման։ Մեղմացնենք մեր վիճակը, դե մի սենց ստացվեց, ես ինչ անեի, ես մեղավորել չեմ այդքան ճիշտ ասած։ Ես այդքան էլ մեղավոր չեմ, բայց Աստվածաշունչը ասում է քո մեղքը ճանաչիր։ Դավիթը ասում է ես գիտակցում եմ իմ անօրենությունը։ Հոգ եմ անում իմ մեղքի համար։ Եվ այս պատերազմը անverջ պատերազմը, քանի մենք երկրի վրա ենք եղբայրներ, քույրեր, մենք պետքա պատերազմենք։ Մի թազա թշնամի էլ հայտնվել է ավելի հզոր, քան թե մնացածները, այդ ինտերնետը, եղբայրներ, քույրեր։ Որը ոնց որ թե, այն որ ասում է, մեղքը դռանդ մոտ պարկածա ու քեզ փափագում է։ Ինտերնետն էլ է այդպես։ Փափագում է քեզ, կանչում է, դևեր կան հատուկ գործում են։ Հլա մտի։ Արի, հրավիրում ենք։ Արի ինտերնետ, ինչ ես ուզում, ամբողջ աշխարհի փառքը կարա քեզ ցույց տա ինտերնետով։ Եվ այսպես, ոնց որ այն օծեր են չէ լինում, որ իրանց գեղեցկությունը այդ կենթանիներին ցույց են տալի, հետո կուլ են տալի միանգամից։ Ու այսպես շատ եղբայրներ ունենք, որ սատանան կուլ ա տվել արդեն։ Ինտերնետը կուլ ա տվել այդ եղբայրներին, այդ հոգիներին։ Ուրեմն եղբայրներ քույրեր, ամենայն զգուշությունով մեր անձերի փրկությունը գործենք։ Աստվածաշունչն ասում է՝ դու քեզ իմաստունի տեղ մի դիր։ Աստծուց վախեցիր եւ չարությունից հեռացիր։ Աստծուց վախեցիր ասում է եւ հեռացիր չարությունից։ Ահա եւ դողով ասում է գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Աստծուց վախենանք եղբայրներ քույրեր։ Աստծո վախը պետք է լինի մեր աչքի առաջին։ Շնորհքի հետ խաղ չանենք։ Մեզ պետք է ճշմարիտ ապաշխարություն։ Մեզ պետք է եղբայրներ քույրեր ճշմարիտ ազատագրում։ Մեզ պետք է ճշմարիտ սրբություն։ Մենք չմտածենք, որ այսօր մենք չենք ծխում, չենք խմում, չենք հայհոյում, մենք արդեն սուրբ ենք։ Աստվածում շատ տվելա, շատ է պահանջելու։ Մեր մեղքերը ոչ թե ծածկենք, մենք բերենք լույսի առաջ։ Մեր հանցանքների համար մենք խորը զղջում ապրենք։ Մենք չգնանք մեղքի հետ կոմպրոմիսի։ Ով որ ուզում աշխարհին բարեկամ լինել, եղբայրներ քույրեր, նա ինքը իրան Աստծուն թշնամի անում։ Ուզում ես աշխարհին բարեկամ լինես, Աստծո թշնամի ես դառնալու։ Աստծո աշխարհի սերը թշնամությունը Աստծո հետ։ Մի սիրեք աշխարհը, ասում է, եւ ինչ որ աշխարհի մեջ է։ Մեր խնամությունը, մեր բարեկամությունը, մեր մենք աշխարհի հետ պիտի բարեկամություն չանենք, հարևանություն պետք է անենք, հարևանություն։ Տեսեք, Նոյի ժամանակներում ասում է Աստծոյ որդիները մարդկանց աղջիկերանց ամենքը իրանց հավանածին ուզեցին։ Եվ այսպես սուրբ սերունդը խառնվեց պիղծ մարդկանց հետ, եւ չմնաց արդարություն այնտեղ։ Սուրբ սերունդ կար, Սեթի սերունդը, որը խառնվել էր մարդկանց աղջիկերանց հետ, բայց Աստված իսրայելացիներին պատվիրել էր, որ օտար կանայք չուզեք։ Եվ ձեր որդիների համար, եւ ձեր աղջիկերանց էլ ասում է օտար ազգերի չտակ։ Նրանց հետ ասում է խնամություն չանեք։
Աշխարհի հետ խնամություն չի կարելի անել եղբայրներ։ Իհարկե փոխաբերական իմաստով եմ ասում։ Աշխարհի հետ չի կարելի բարեկամություն անել, մենակ հարևանություն։ Մենք հարևաններ ենք իրանց հետ։ Մենք չենք կարող աշխարհից դուրս գանք ֆիզիկապես, բայց կարանք դուրս գանք հոգեբանորեն։ Եվ հենց տենց էլ ասում Աստվածաշունչը, դուրս եկեք նրանց միջից, զատվեցեք պիղծ բանի մի դպչեք, եւ ձեզ պիտի ես ընդունեմ։ Եւ դուք ասում այն որդիները եւ իմ աղջիկները պետք է լինեն։